Բարև ձեզ հարգելի բարեկամներ։ Գենետիկան ի սկզբանե եղել է մի գիտություն, որը մի կողմից առաջացրել է մեծ քանակի հարցեր, մյուս կողմից անշուշտ եղել է հիացմունքի առարկա։ Այսօր արդեն երբ խոսում են գենետիկական անալիզի մասին, հասկանալի է դառնում, որ դա շատ հստակ ձևավորված գիտական մի ճյուղ է, ուղղություն է, որի տված պատասխանները միշտ համարում են հավաստի եւ չափազանց կարեւոր։ Բարեբախտաբար Հայաստանը ունեցել է իր բավականին լուրջ դպրոցը գենետիկայի եւ այսօր մեր հյուրն է այդ դպրոցի ամենավառ ներկայացուցիչներից մեկը, կենսաբանական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Լևոն Եպիսկոպոսյանը։ Բարև ձեզ, պարոն Եպիսկոպոսյան։ Բարև ձեզ։ Շնորհակալություն հրավերքս ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավիրելու։ Ճիշտ ասած, ես կուզենայի սկսել զրույցը հայկական էթնոգենեզի հետ կապված հարցի շուրջ, որովհետև բազմաթիվ խոսակցություններ կան պայմանավորված այն հանգամանքով, թե որտեղից են հայերը այստեղ հայտնվել, կարելի է արդյոք խոսալ նրա մասին, որ հայերը ավտոխտոն ազգ են, եւ եթե դա այդպես է, ապա ինչպիսի ապացույցներ կա, եւ հասկանալի է, որ ամենակարևոր գործիքակազմերից մեկը հանդիսացել է հենց գենետիկական անալիզը, որի հիման վրա մեր գիտնականներին հաջողվել է ողջ աշխարհին համոզել, որ հայերը իրոք ավտոխտոն ազգ են եւ սա մեր տարածքն է։ Եթե կարելի է մի քանի բառով հստակ եւ պարզ ուղղակի բացատրեք, թե ինչպիսին է մեր էթնոգենեզը եւ Եղավ, շնորհակալություն, իհարկե շատ ծավալուն պատասխան է պահանջում այդ հարցը, բայց փորձեմ այդպես ավելի հակիրճ ձևով ներկայացնել, որպեսզի եւ չձանձրացնեմ եւ ուղղակի տպավորվի։ Պարզ է, որ բոլորին հետաքրքրում է, թե այսինքն մանկական հիշողություններից ելնելով մենք միշտ ցանկացել ենք իմանանք ինչպես ենք մենք լույս աշխարհ եկել, հետո մեծանալով ավելի այդպես հարստացել այդ հարցի, այսպես ասած բովանդակությունը եւ վերջո մենք եկել ենք նրան, որ ուզում ենք նաեւ ցանկանում ենք նաեւ իմանալ իսկ մեր ժողովուրդը, որին մենք պատկանում ենք, այդ ժողովուրդը ինչպես է ծագել, ինչ հարաբերություններ է ունեցել մյուս ժողովուրդների հետ, արդյոք մենք տարբերվում ենք հարևան ժողովուրդներից կամ հին ժողովուրդներից, այսինքն այստեղ բազմաթիվ այստեղ մի հատ գծիկ առաջացել, որը որ շատ դժվար է այդպես բացել եւ այսօր կարելի ասել, որ այդ հարցի պատասխանը դեռ չկա, վերջնական։ Ընդհանրապես գիտության մեջ ոչ մի հարցի պատասխան վերջնական չկա։ Գիտությունը հենց դրանով է երևի առանձնանում, որ շատ հետաքրքիր է, որ ամեն անգամ ինչ նոր էջեր ես բացում, նոր շերտեր ես բացում եւ նույնը վերաբերում է հենց այս ասպարեզին։ Հայերի ցակման հարցերով, ոչ հայերի, այլ ոչ թե Հայաստանի, դա շատ կարևոր է, հայերի ուրեմն ցակման հարցերով եւ հայերի պատմությունը կարելի է բաժանել տարբեր շերտերի։ Կա ուրեմն պատմաբանների կողմից ուսումնասիրվող պատմություն, կա հնագետների կողմից, լեզվաբանների կողմից ուսումնասիրվող, դիցաբանների կողմից եւ դրանք տարբեր շերտեր են, տարբեր կտրվածքներ են եւ վերջերս ասած ասենք մի 30-40, նույնիսկ 50-60 տարի, բայց ինչու եմ ասում 30-40 տարի, քանի որ այդ 30-40 տարվա ընթացքում ավելի մանրամասն, ավելի նուրբ մեթոդներով են կարողանում եւ ավելի համապարփակ եւ ավելի դետալիզացված, այսինքն ձևով են կարողանում հարցերին պատասխանել, այսինքն մոլեկուլային գենետիկական մեթոդների կիրառմամբ։ Դա նշանակում է, որ այսօր մենք ունենք հնարավորություն պատասխանել այն հարցերի, որոնք բանից դուրս են տիրույթներից եւ պատմագիտության կամ պատմության եւ հնագիտության եւ լեզվաբանության եւ դիցաբանության, ինչու, քանի որ ինչպես նշեցիք ուրեմն ձեր խոսքում, որ գենետիկան դա շատ մաթեմատիկահեն գիտություն է, այսինքն այստեղ ճշգրտությունը շատ բարձր մակարդակի է։ Այսինքն նաև պատասխանների հստակություն կա։ Այո, եւ դա ինքը նաև կարելի է վերարտադրել։ Այսինքն եթե մենք ինչ-որ մի հատ արդյունք ենք ստանում, այդ արդյունքը ինչ-որ մի նյութի հիման վրա է, այդ նույն արդյունքը մենք պետք է կարողանանք վերարտադրենք ուրիշ նյութ վերցնելով կամ ասենք ինչ-որ հարակից, չգիտեմ, բանից ոլորտից վերցնելով, ոչ թե ոլորտից, ասենք շրջաններից բանից վերցնելով, այսինքն մենք պետք է անգլերեն ասում են reproducibility, այսինքն եթե մենք չկարողանանք դա անել, վերարտադրելիությունը դա անպայման պետք է ապահովենք։ Եվ դա է նշանակում, դա է ապացուցում, որ այս գիտությունը ճշգրիտ գիտություն է։
Եվ բացի դրանից մի բան էլ կա, որը որ շատ կարևոր է։ Այստեղ մենք գործ ունենք մի նյութի հետ, մի տեղեկության հետ, տեղեկատվության հետ, որը որ գրված է բնության կողմից։ Այսինքն մեր ԴՆԹ-ն դա հսկա 3 միլիարդ 200 միլիոն ուրեմն նուկլեոտիդներ կամ տարեր, վերջի տարեր պարունակող ուրեմն մի շղթա է, որը գրված է պետության ազգի պատմության գիրքն է, հա, մարդկության եւ առանձին ես դա բան կանեմ բացատրեմ եւ ազգի եւ մարդկության։ Դե առաջին դա մարդկությանն է։ Կարևորը ինչն է, որ այդ տեղեկությունը, այդ ինֆորմացիան գրված է բնության կողմից եւ այսօր մենք դեռ ի վիճակի չենք, չէ, երբեմն ի վիճակի ենք, երբ որ հիվանդություններ ենք բուժում, բայց մենք ի վիճակի չենք զանգվածային ձևով վերցնենք, կեղծենք այդ տվյալները։ Այսինքն ձեր տվյալները, իմ տվյալները մենք սովորաբար մեծ ընտրանիներ ենք ուսումնասիրում, 100 հոգի, 200, 300, 400, երբեմն 1000 որ ասում են դա է, ահա երևի, բանկ որ ասում են, տվյալների բանկը, կենսաբանական, բիոլոգիչի բանկ։ Մենք էլ ենք ստեղծում եւ տարբեր, ասենք, շտեմարաններից, բանկերից, բանից վերցնում ենք նաեւ, որ ինչի համացանցում այսօր շատ բաներ կա։ Եվ այստեղ կարևորը այն է, որ այդ տվյալները կեղծել ուղղակի անհնարին է, ինչ վերաբերում է պատմությանը, դե մենք բոլորս գիտենք, որ նույն աղբյուրը մենք կարող ենք կարդալ մի ձևով, մեր հարևանները լրիվ ուրիշ ձևով եւ մեկնաբանել ուրիշ ձևով։ Ես ներողություն եմ խնդրում, մի հարց տամ ձեզ այդ դեպքում։ Տեսեք, դուք նշեցիք, որ պատմաբանները կոպիտ ասած իրենց տրամաբանությամբ են ներկայացնում պատմությունը, բնականաբար կենսաբանները իր հերթին տալիս են իրենց մեկնաբանությունները։ Կարելի է արդյոք ասել, որ կա զգալի համընկում այն ամենի հետ, ինչը տալիս են հայ պատմաբանները հայկական ծագումնաբանության հետ կապված, եւ այն ամենը, ինչը հետագայում տվեց գենետիկական անալիզը եւ իրոք կարելի է այդ երկու տվյալների համադրման միջոցով տալ որոշակի հստակ պատասխան։ Շատ լավ հարց է, քանի որ այդ հարցը ունի եւ այո եւ ոչ պատասխան։ Այո, ես կարող եմ ասել, որ երբեմն համընկնում է եւ կարեւոր է, որ ամենակարևոր այսպես հանգույցներում է համընկնում։ Ես օրինակը կբերեմ, բայց ընդհանուր առմամբ երևի ոչ, քանի որ նորից եմ այստեղ կա սկզբունքային տարբերություն, այստեղ կարելի ասել նույնիսկ գաղափարախոսական տարբերություն։ Սովորաբար պատմաբանները ունեն ինչ-որ մի հատ այդպես մոտեցում, ունեն մի գաղափարախոսություն, որին համապատասխանեցնում են իրենց տվյալները։ Եվ իմ փորձից ելնելով կարող եմ ասեմ հետևյալն է, որ երբ որ ես շփվում եմ պատմաբանների հետ, պատմաբանները շատ քիչ դեպքերում պատրաստ են զիջել իրենց դիրքերը բաների ազդեցության տակ, նոր տվյալների ազդեցության տակ։ Նրանք պատրաստ չեն։ Մենք դուք ֆիզիկոս, ես ասեմ ինչի այդ հարցը տվեցի պատահական չի։ Ընդհանրապես ասած կա մի շատ հետաքրքիր ճյուղ, որը կոչվում է մաթեմատիկական պատմագրություն։ Եվ օրինակ Ֆիլդսի մեդալի դափնեկիր Վայվոցկին շատ լուրջ զբաղվում է այդ հետազոտություններով։ Նրանք փորձում են մաթեմատիկական մեթոդների հիման վրա մտցնել հավաստիություն պատմական փաստերի, այո, պատմական փաստերի ճշգրտման մեջ, էլի։ Եվ ընդ որում ոնց որ թե կան հաջողություններ, ընդ որում նրանք շատ հստակ կուր մաթեմատիկական մեթոդներ են այդ ամենի տակ դնում։ Ըստ էության ձերը նույնն է, պարզապես կիրառելով կենսաբանական մեխանիզմները այդ ամենը հասկանալու համար։ Նաև մաթեմատիկական։ Եվ մաթեմատիկական, ես խոսքը գնում եմ մաթեմատիկայի մասին, բնականաբար։ Ինչ որ առումով կարելի է ասել, որ այդ մեխանիզմները թույլ են տալի ինչ որ առումով արդեն շատ հարցեր շրջանցել, որոնք պայմանավորված են եկել քաղաքական կոնյունկտուրայով եւ շատ հաճախ ասում են, որ պատմությունը գրվում է ելնելով որոշակի պատվերից։ Իսկ հիմա այս գիտությունները ստիպում են ոնց որ ամեն ինչը թարազուի բերել։ Այո, նորից շատ լավ այսպես ուղղություն ընտրեցինք, ինչու, քանի որ մենք մոտենում ենք հարցի պատասխանին, առաջի հարցի պատասխանին։ Նայեք, երբ որ մենք խոսում ենք մեր էթնոգենեզի մասին, այսինքն երբ է կազմավորվել երբ է սկսել կազմավորումը, ինչպես է ընթացել այդ process-ը եւ ինչ շփումներ ենք ունեցել եւ այլ, բազմաթիվ գործոններ այստեղ կան եւ իրադարձություններ։
մենք ստեղ պետք է հաշվի առնենք հետևյալը, որ կա իսկություն, կա, ասենք, ինչ որ բնական, ինչ որ մի ընթացք, եւ կա նաեւ այդ բնական ընթացքի նաեւ արտացոլումը կամ դրա, ասենք, դրա օգտագործումը ինչ որ հանրության համար, դպրոցում, դասագրքերում եւ այլն։ Այստեղ շատ մեծ անջրպետ կա։ Շատ մեծ։ Եվ երբ որ մենք խոսում ենք նրա մասին, որ գենետիկան ինչ որ հարցեր ա լուծում, որը որ բանից դուրս են, կարողություններից, պատմագիտության, պատմության, չգիտեմ, հնագիտության, բայց միշտ չի որ գենետիկան այդ հարցերի պատասխանը ստանալով մենք կարողանում ենք դա շրջանառության մեջ դնել։ Դա ամենացավոտ հարցերից է։ Բերեմ օրինակ, որը որ այդպես առարկայական լինի։ Սովորաբար եւ պատմաբանների մոտ եւ ընդհանրապես ով որ զբաղվում է հայագիտության հարցերով, հայագիտությանը, ուրեմն հայագիտության հետ առնչվող հարցերով, նրանք օգտագործում են հայերի ցակման, բալկանյան ցակման վարկածն են օգտագործում իրենց աշխատանքներում։ Այսօր այդ վարկածը արդեն, այսպես ասած, քայքայվել է եւ այդ վարկածից մենք քարին չենք թողել։ Ներողություն եմ խնդրում, խոսքը գնում է մեր թվարկությունից առաջ 2000 թվականի կողմերը, երբ սկսել են ձևավորվել, այո, երբ եկել են։ Նայեք, այդ վարկածը կամ այդ տեսությունը, որ ես տեսություն չեմ համարում, վարկած է դա ընդհանրապես 3 տողի, այդպես 3 տողով գրած իր պատմություն գրքում Հերոդոտը գրել էր, որ հայերը իբր թե եկել են բանից, բալկանյան թերակղզուց եւ հավանաբար ունեն ֆրիգիական ցակում։ Հասկանում եք, երբ որ ասում են հավանաբար, երևի եւ այլն, դա նշանակում է, որ ոչ մի հավաստի տվյալներ չկա։ Եվ վատն է, որ 2.5 տարի, 25 դար, դա եւ առ այսօր, եւ կան այսօր նաեւ պատմաբաններ, ոչ միայն պատմաբաններ, նաեւ լեզվաբաններ, հնագետներ, որոնք չեն ուզում հրաժարվեն այդ վարկածից, որը հիմք չունի տակը, արմատներ չունի, հենք չունի, այսպես ասած սոլիդ հենք չունի։ Մենք դա այդ հարցի պատասխանը վերջնական տվել ենք, եւ ոչ թե մենք ենք տվել, ես չեմ ուզում ասել, որ ինչ որ մենք հանճար ենք կամ չգիտեմ, շատ տաղանդավոր ենք տվել ենք, մոտ 10 տարի աշխատում ենք մենք այդ հարցի վրա։ Եվ բազմաթիվ, ասենք, ինչ որ նյութեր հավաքագրելով, համապատասխան նյութեր, որը պետք է անպայման ընդգրկեր նաեւ սկսած բալկանյան թերակղզուց, ամբողջ Թուրքիայի տարածքով մենք պետք է այդ նյութը ուրեմն ձեռք բերենք եւ դա այդ հարցին պատասխանենք։ Այդ հարցին պատասխանել ենք, բայց այդ հարցը այսօր ոչ մի արձագանք, այսինքն պատասխանը ոչ թե հարցը, ոչ մի արձագանք այն մարդկանցից, այն ացիաններից, որոնք պետք է ի պաշտոնե դա մտցնեն դասագրքեր, պետք է ուղղակի պարտադրեն կամ չգիտեմ առաջարկեն, որպեսզի դա դասավանդվի, բուհերում կլինի, դա դպրոցներում կլինի, դա չկա եւ մենք պարզում է, որ ոչ միայն մենք պետք է պատասխանը գտնենք, ոչ միայն պետք է արտադրենք, այլ նաեւ պետք է մատուցել եւ ասենք սպառման հետ կապված այդ հարցը։ Դա էլ է ուրիշ հարց է։ Այսպիսի մի հարց էլի, մենք հենց մոտեցանք հաջորդ հարցին, որ ես շատ ուզում եի տալ 7 աշխատանք Nature ամսագրում տպագրված, ընդ որում այդ աշխատանքները նվիրված են ըստ էության Կովկասի գենետիկական քարտեզի ձևավորմանը եւ հասկանալի է, որ դուք ունեցել եք ուրույն մասնակցություն այդ աշխատանքներին, որովհետեւ բազմահեղինակ հոդվածներ են, դա մեծ գիտական կոլաբորացիա է եւ ընդգծված կերպով կովկասյան տարածաշրջանն է այնտեղ ներգրավում։ Որն էր այդ աշխատանքների բացառիկ կարևորությունը, որ նրանք այդպիսի գիտական ճանաչում ստացան, եւ որն էր այնտեղ հատկապես հայկական թիմի դերը, որը դուք գլխավորել եք։ Ինչու՞մն է այստեղ կարևորությունը կամ ասենք ինչն է ստիպում, ինչն է հրապուրում մեր գործընկերներին ամենաառաջատար, ասենք գիտական կենտրոններից, կլինի դա Օքսֆորդը, կլինի դա Քեմբրիջը, չգիտեմ, կամ ասենք բանի այդ Ամերիկայի համալսարաններից ինստիտուտը շատ լուրջ։ Այո, Մաքս Պլանկի հետ փառքասու շատ երկար արդեն մի քանի 5-6 տարի աշխատում ենք, շատ լավ արդյունքներ ենք ստանում։ Գիտեք ինչն է, հայերը մեր տարածաշրջանը շատ կարևոր տարածաշրջան է։ Դա այսպես ասած միգրացիաների խաչմերուկ է։ Մետաքսյա ճանապարհը։ Այո, դա
միգրացիաների բանա խաչմերուկա եւ սկսած ոչ թե վերջի հազարամյակների ընթացքում միայն, այն է, ասենք, երբ որ մարդը մուրդ գոց դուրս եկավ Աֆրիկայից 40, 50, 60 հազար տարի առաջ դուրս եկավ, ինքը անպայման պետք է հատեր այս տարածքը։ Այսինքն հատելով այս տարածքը Միջնագետը նկատի ունեք։ Թե կոնկրետ մեր հայաստանյան այս տարածքը հայկական լեռնաշխարհը ոչ պակաս, ասենք, հերթին, անպայման պետք է, որպեսզի մարդ բանականը տարածվեր դեպի Եվրոպա, դեպի Արևելք, դեպի Հյուսիս, անպայման ինքը պետք է հատեր այս տարածքը։ Հատել տարածքը չի նշանակում, որ ինքը եկել է այստեղ, գիշերել է եւ շարունակել է իր ճանապարհը։ Ինքը այստեղ բնակվել է, ինքը այստեղ տարածվել է, ինքը այստեղ բազմացել է, բարձր որ գենետիկական հետքեր է թողել։ Իսկ մոտավորապես 10,000 տարի առաջ, երբ արդեն մարդկությունը հայտնագործեց հողագործությունը, երկրագործությունը, բանում, միջնագետքում, այդ տարածքում, մերձավոր արևելքի այդ փոփոխությունները, ցիվիլիզացիոն փոփոխությունները, անպայման պետք է արձագանք գտնեին ամբողջ երկրագնդի վրա։ Եվ որպեսզի նրանք տարածվեին ամբողջ երկրագնդում, անպայման պետք է հատեին մեր տարածաշրջանը։ Եվ այսօր, երբ որ մենք խոսում ենք կարևորության մասին, կարևորությունը դրանով է պայմանավորված, քանի որ մենք ուրեմն գտնում ենք այդ խաչմերուկում, եւ երկրորդը գուցե ամենակարևորը, այն է, որ մեր գենոֆոնդը ունի առնվազն 6000 տարվա կայունություն։ Այսինքն, եթե մենք մեր կարևոր հոդվածներից մեկը եղել է այն, որ մենք ապացուցեցինք, որ մայրական գենոֆոնդը ունի առնվազն 8000 տարվա կայունություն։ Դա չի նշանակում, որ նրանք հայեր են եղել, ոչ, դա նշանակում այն, որ մեր գենետիկական, մեր կենսաբանական նախնիները այստեղ են ապրել։ Այսինքն պրոտոհայկական ցեղերը, այսպես կարելի ասել։ Պրոտոն էլ է երևի մի քիչ, դա այդպես պրոտոն էլ է մի քիչ բան, այսինքն ավելի շուտ։ Այսինքն հայությունը որպես մեր գիտակցություն, այսինքն հայ լինելը, այսինքն մեր էթնիկությունը, մեր նույնականացումը, դա մի քիչ ավելի ուշ process է։ Եվ դա կապված է եւ պատմամշակութային ժառանգության հետ, եւ լեզվի հետ, եւ ընդհանրապես մեր զարգացման աստիճանի հետ է կապված։ Դա այն հարցն է, որ իմ տիրույթից հեռու է, ես չեմ ուզում դրա մասին խոսել, թող փիլիսոփաները խոսեն, թող ասենք մշակութաբանները դրա մասին խոսեն, բայց ինչ վերաբերում է ֆիզիկական մասին, այսինքն գենետիկական մասին, մենք այսօր պնդում ենք եւ կարողանում ենք հստակ ապացուցել, որ մենք ունենք առնվազն 8000 տարվա մայրական անընդհատություն, այսինքն մեր նախամայրերը այստեղ ապրել են այդպես, եւ դա ոչ միայն մեզ է վերաբերում, ընդհանրապես շատ ժողովուրդներին է դա վերաբերում։ Ես մի օրինակ, եթե կարելի է ասեմ, խնդրում եմ ներող եղեք, որ ընդհատեցի, ուղղակի ես չեմ կարող դա չասեմ։ Կար ժամանակ, երբ շատ լուրջ վեճի առարկա էր, թե որքան շուտ իսլանդացիները, վիկինգները հայտնաբերեցին Ամերիկան։ Եվ վերջնական պատասխանը տրվեց հենց գենետիկական անալիզը, որի արդյունքում ցույց էր տրվել, որ Իսլանդիայի հին ընտանիքները, ովքեր հարյուրամյակներ բնակվել են այդ կղզու վրա, ունեցել են ամերիկյան հնդիկների գեներ։ Նրանք նույնիսկ դա տենց էլ ձևակերպել էին։ Այդ հնդկուհին, ում վիկինգները բերեցին Իսլանդիայի կղզին։ Այդ կերպ ասած, տարիների շատ լուրջ վեճը իր լուծումը ստացավ շնորհիվ գենետիկական անալիզի։ Եթե հարցադրումը ճիշտ է, պատասխան կլինի։ Համարվեց, որ դա ճիշտ է։ Նրանք այդ ակնհայտ էր, որ նրանք հայտնաբերել էին մոտավորապես մի 400։ Վերջերս մի քանի հոդված լույս տեսավ, ես հետևում եմ եւ այնտեղ շատ ստույգ, շատ այդ համոզիչ ապացույցներ կան, որ իրոք ժամանակին հայտնաբերել, բայց ինչ հանգամանքներից ելնելով նրանք ուղղակի այնտեղ չեն ամրապնդվել վիկինգները։ Ну, չգիտեմ ինչն է պատճառը եղել, դա էլ կպարզվի։ Կարևորը որ արդեն բայց հստակությունը կա, հստակությունը կա 100%, քանի որ կա առարկայական ապացույցներ կան եւ համոզիչ ապացույցներ են, որ վիկինգները բացել են մի քանի, ասենք, դար առաջ։ Մի քանի դար առաջ։ Դա խոսքը գնում է 9-րդ, 10-րդ դարերի մասին։ Այսինքն մոտավորապես մի 500-600 տարի առաջ են։ Լեյֆ Էրիքսոնն է, հայտնաբերել, դա հայտնի։ Իսկ գուցե ավելի շուտ է եղել նաև, դա կարող է լինի։ Ամեն ինչ։ Այսօր կա տվյալներ, որ
էլի բավականին համոզիչ, ոչ թե Բերինգյան այդ բանը նեղոցով են անցել։ Հա, այ երևի Էրիտրեյսկը ցիվիլիզացիա։ Այ դրա մասին է Ֆրանսիայի կողմից բարձրացել են եւ Ատլանտյան օվկիանոսով գնացել վերևից, որովհետեւ այնտեղ եղել է փակ շղթա սառույցների եւ ենթադրում են որ գնացել են այնտեղ։ Այսինքն խաղաղ օվկիանոսով են գնացել։ Չնայած որ այդ ճանապարհի այդ խնդիրը ես Ատլանտյանի մասին եմ կարդացել, այդ Ատլանտյանի մասին եմ կարդացել։ Այսինքն դա հետաքրքիր էսպես ասած բան է, ոնց որ հարցադրումներ որը բացում են, որը ճանապարհ են բացում կամ ավելի ճիշտ տիրույթներ են նոր ստեղծում գիտության համար էլի, ասենք պոպուլյացիոն գենետիկայի համար։ Իսկ ինչ վերաբերում է վերադառնանք այդ հարցի պատասխանին, ինչ վերաբերում է հայերի ցակմանը, ուրեմն մենք ասում ենք որ այդ 8000 տարին դա վերաբերում է մայրական գենետիկական արմատներին, իսկ ընդհանուր առմամբ, քանի որ տղամարդիկ դա ավելի, այսպես ասած, շարժունակ են, տղամարդիկ ավելի շատ են, այսպես ասած, շարժվում միգրացիաների ենթարկում տարբեր պատճառներով, մենք ունենք շատ մի կարևոր արդյունք դա հետևյալն է, որ առնվազն 6000 տարվա մեր գենոֆոնդը համարյա 6000 տարվա տենց բան ունի, կայունություն ունի, չնայած վաղ բրոնզե դարում տեղի է ունեցել մի հատ մեծ հոսք է տեղի ունեցել ներհոսք եւ դա կապված է եղել երևի ինչ որ երկրաշարժի հետ, բայց բոլոր դեպքերում ընդհանուր առմամբ, եթե մենք վերցնենք մեր գենոֆոնդը, մոտավորապես 40%, ասենք, ուրեմն փոփոխություն է տեղի ունեցել 3.5-4000 տարի առաջ մեր արևմտյան մասում եւ 20%-ի, ասենք, ինչ որ շրջաններում արևելյան մասում։ Այսինքն մենք կարող ենք նաեւ ասել հետեւյալը, որ մեր արևելյան մասը մեր տարածաշրջանի հայկական բարձրավանդակի արևելյան մասի բնակչության գենետիկական պատկերը շատ ավելի կայուն է, քան արևմտյան։ Դա մենք բոլորս էլ հայեր ենք, մենք չունենք ինչ որ ուրիշ ժողովուրդների, ասենք ինչ որ զգալի ազդեցություն, եւ ամենակարևորը այն է, որ ենթարկվելով բազմաթիվ ներխուժումների, բազմաթիվ ինչ որ տարբեր ազգերի, ասենք ազդեցության, կլինի դա ռազմական, կլինի դա քաղաքական, կլինի դա ասենք մշակութային, մենք այնուամենայնիվ կարողացել ենք պահպանել մեր առնվազն ես ասեմ 3500 տարի մեր գենոֆոնդը անփոփոխ է ընդհանրապես 0.5% է տարբեր օտար ազգերի կամ օտարացիայի կարգի բան է, այսինքն եւ դա նորից ուզում եմ ասեմ, որ դա բացառիկ երևույթ չի, միայն հայերին դա վերաբերում, վրացիներն էլ են այդպես։ Պարոն եպիսկոպոսյան, չեմ կարող ես հարցը չտալ ուղղակի, մի քանի տարի առաջ սենսացիա էր, երբ ուրեմն Քեմբրիջի եւ այդ Մաքս Պլանկի ինստիտուտի ներկայացուցիչները իդուր ամբողջ աշխարհի հայտարարեցին, որ չինացիների մոտ գենետիկական կոդում 4% հայկական բաղադրիչ կա, ինչը ուղղակի ապշեցրեց։ Բայց հետո իրենք բացատրեցին, որ դա հենց այդ միգրացիաների մետաքսյա ճանապարհի հետ են կապված եւ այդ ամենից շատ մեծ զարմանք ապրել պետք չի։ Որքանով դա հավաստի է եւ որքանով եք դուք դա համարում իրոք լուրջ գիտական տվյալ։ Ես շատ լավ հիշում եմ եւ նույնիսկ մեկնաբանել եմ դա մի քանի անգամ եւ բանում թերթերում եւ այդպես հարցազրույցներում դա 2014 թվականին լույս տեսավ այդ Science ամսագրում շատ լավ աշխատանք էր հիմնական կատարողը Լոնդոնի համալսարական քոլեջից էր եւ աշխատանքը վերաբերում էր տարբեր ժողովուրդների, մեր երկրագնդի տարբեր խառնվածությանը։ Եվ այնտեղ ուրեմն տարբեր բաներ կար, տարբեր արդյունքներ կար, երևի աչքը ծակող կամ մեզ համար ավելի տենց հոգեհարազատ այն էր, որ հան ժողովրդի մոտ, այսինքն Չինաստանի հետ մեծամասնության մոտ 4%-ը ուներ հետքեր, ազդակներ հայկական ցակման վերաբերյալ, այսինքն գենետիկական ցակման։ Ինչպես է դա արվում, դա կարևոր չէ, զուտ մաթեմատիկական մոտեցում այստեղ եւ շատ հստակ, շատ արժանահավատ, բայց պետք է դա ինչ որ մի ձևով մեկնաբանել։ 4%-ը դա շատ մեծ թիվ է։ Դա շատ մեծ թիվ է այնտեղ։
Եվ այնտեղ կա հնարավորություն նաև գնահատել երբ է դա տեղի ունեցել։ Դա ստացվում է, որ տեղի է ունեցել մոտավորապես 7 դար առաջ։ Այսինքն դա 13-րդ, 12, 15, այսինքն դա այն ժամանակներ միջնադարում, երբ որ շատ վառ ձևով, շատ այդպես ակտիվ ձևով ընթանում էր այդ առևտուրը։ Կիլիկիաներ այդ ժամանակ, եւ Կիլիկիայի թագավորը այդ ժամանակ գնացել է հասել է ուրեմն հերավոր արևել բանակցությունների համար, անունը մոռացել եմ, բայց պատմաբանները ասում են շատ լավ հիշում են դա եւ գիտեն դրա մասին եւ հստակ բաներ ամնացել, փաստաթղթեր ամնացել դրա վերաբերյալ։ Այսինքն մենք պետք է փորձենք հասկանանք եւ այդ մեկնաբանությունը մենք պետք է տանք ոչ թե գենետիկայի տեսակետից։ Գենետիկան ուղղակի այդ ազդակը բան արել, այդպես գտել է, այդ ազդակը արձանագրել է։ Ինչպես է դա տեղի ունեցել։ Այստեղ ոնց որ թե ոչ թե պատվեր, այլ այսպես մի հատ հարցադրում է պատմաբանների համար։ Դա այն ժամանակաշրջանն է, երբ որ գրավոր նյութեր շատ կար, երբ որ կան ինչ-որ հիշողություններ, երբ որ կան տարբեր, ասենք ինչ-որ միջպետական, ասենք վկայություններ կան, հստակ վկայությունների մեկը ես գտել եմ, դրա մասին չեմ ուզում խոսել, քանի որ թող պատմաբանները խոսեն, որ հայերը, այսինքն առևտրականները, վաճառականները այնտեղ շատ ակտիվ են աշխատել այդ տարածաշրջանում։ Եվ բայց գենետիկայի տեսակետից կա այսպիսի մի ուրեմն ոչ թե բացատրություն, մեկնաբանություն։ Ուրեմն որպեսզի այդ 4%-ը ապահովվի, այդ ապահովելու համար մենք պետք է ունենայինք բազմաթիվ այցելություններ։ Այդ բազմաթիվ այցելությունները պարզ է, որ դա անընդհատ է եղել այդ առևտրի այդ շփումները, առևտրական շփումները դա եղել է, բայց նշանակում է, որ նրանք պետք է այնտեղ մնային այդ առևտրականները, վաճառականները, նրանք պետք է ամուսնանային, նրանք պետք է շատ երեխաներ ունենային, եւ այդ երեխաները նորից պետք է շատ երեխաներ ունենային, որպեսզի այդ 4% ապահովվեր։ Ու շղթայաձև, այսպես ասած, ռեակցիա է, բայց դա նշանակում է, որ նրանք պետք է հայտնի դեմքեր լինեին, դեմքեր։ Նրանք պետք է բավականին հարուստ լինեին, որպեսզի շատ երեխաներ ունենային։ Դրանց կրթեին, որ նրանք էլ հարուստ լինեին, էլի շատ երեխան, բազմակնություն ա եղել այն ժամանակ Չինաստանում։ Այսինքն այդ բոլոր հանգամանքները դա ուղղակի մենք հուշում ենք պատմաբաններին, որ նրանք կարողանան գտնեն այդ աղբյուրները, այդ արմատները, եւ որպեսզի մենք ստանանք արդեն այն ինչի մասին մենք խոսում ենք։ Պետք է նաեւ մենք մեկնաբանությունը ստանանք գենետիկական տվյալների, արդյունքների մեկնաբանությունը, մենք պետք է ստանանք նաեւ ուրիշ աղբյուրներից։ Դա է պատասխանը։ Փաստորեն պետք է այդ արդյունքները համադրվեն նաեւ որոշակի պատմական փաստերի հետ, եւ դրանք կան, ուղղակի փնտրել պետք է ձևակերպված լինեն արդեն դրանք կան։ Ինչ որ առումով կարելի ասել պատմագրական փաստաթղթերի։ Անպայման դրանք կան, վստահ ենք, որ կան, վստահ ենք։ Ուղղակի գտնել է պետք է նպատակասլաց աշխատել, գտնել եւ մանավանդ արդյունքը գիտես։ Ինչը չափազանց կարևոր է նաև մեր ինքնաճանաչումը։ Այո, ինչու մեր պատմության համար շատ կարևոր է։ Այո, նախկինում։ Ինչպես է եղել դա։ Շփումները հարևանների հետ։ Դա ոչինչ չի տալիս բանի տեսակետից, որ հա, ինչ որ 4%-ը շատ մեծ թիվ է, բայց դա խոսում է այն մասին, որ շատ ակտիվ առևտուր է տեղի ունեցել Հայաստանի կամ ասենք մեր տարածաշրջանի, անպայման չի Հայաստանի։ Առևտրականները երբեմն ուրիշի ապրանքներ են տարել բերել։ Դա նշանակում է, որ հայերը շատ մեծ դերակատարություն են ունեցել այն ժամանակ այդ առևտրի այդ ցանցում, էլի։ Դա է կարևոր։ Շատ շնորհակալ եմ անչափահետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։